Կավիտացիան ֆիզիկական գործընթաց է, որի շնորհիվ հեղուկ միջավայրում ձևավորվում են ջրային գոլորշիով պղպջակներ, որոնք հետագայում փլուզվում են եւ ազատում մեծ քանակությամբ ջերմային էներգիա, սարքերը, որոնք օգտագործում են կավիտացիայի սկզբունքը էներգիա ստանալու համար, կոչվում են կավիտացիոն ջերմագեներատորներ։ Այս տեսակի գեներատորների հիմնական բաղադրիչը կավիտատորն է։ Պղպջակների փլուզումը տեղի է ունենում կավիտատորում ջրի պտտման բարձր արագության հետ կապված ճնշման մասնակի անկման արդյունքում։ Այս դեպքում պղպջակները կարող են առաջանալ նաև ջրի մեջ, ինչպես օրինակ, նավի պտուտակի հետևում կամ կենտրոնախույս պոմպով պտտվելիս, հեղուկի փոփոխական ճնշման ազդեցության տակ շեղբերի որոշակի գոտիներում պղպջակները փլուզվում են, տեղի են ունենում մեծ թվով փոքր հիդրավլիկ ցնցումներ կամ միկրոպայթյուններ, որոնք ուղեկցվում են աղմուկով, էներգիայի արտանետմամբ և դրանցում սեղմված գազի ջերմաստիճանի բարձրացմամբ մինչև 1000 աստիճան Ցելսիուս, փուչիկների հետ շփվելիս պտուտակների մետաղը միկրոսկոպիկ վնասներ է ստանում։ Ժամանակի ընթացքում շեղբերի և նավի պտուտակի կամ տուրբինի այլ մասերի մակերեսների վրա մետաղի կառուցվածքը քայքայվում է, հայտնվում են խորը խոռոչներ և նույնիսկ միջանցիկ անցքեր։ Հատկանշական է, որ այս գործընթացում արձակված էներգիայի քանակը չի բացատրվում միայն մեխանիկական ազդեցությամբ։